Ղուկասյանի հետագա գործողությունների համար պատրաստ եք նաև դուք պատասխանատվություն։ Մենք գործադիրում, իդեպ պարոն Ղուկասյանը հանրայնորեն ինձ առաջարկել էր գլխավորել մշակույթի բաժնի պետի պաշտոնը, հայտարարում եմ, որ նման բան չի լինելու, մենք գործադիրում մասնակցություն չենք ունենալու, մենք մեր առաջարկությունները ներկայացնելու ենք քաղաքապետին, մեր ծրագրերը, եթե այդ ծրագրերի քննարկման արդյունքում հասկանանք, որ կարող ենք համատեղ ինչ-որ բաներ իրականացնել, կիրականացնենք, եթե ոչ, իսկ ինչի պիտի ստանձնենք։ Որովհետև քննարկել եք եւ նրան Կներեք, մենք տվել ենք մեր ձայները, մեր նվազագույն խնդիրը, որը որպես քաղաքական ուժ, որը որ հայտարարել ենք, այսինքն ոչ մի նոր բան տեղի չի ունեցել։ Մենք հայտարարել ենք, ես անձամբ ընտրություններին մասնակցելուց հայտարարել եմ, որ եթե մեր կուսակցությունը չստանա առավելագույն ձայներ, որպեսզի մենք կարողանանք ձևավորել իշխող ուժ դառնանք, ապա մենք մեր քվեներով ապահովելու ենք ընդդիմության կողմից ամենաշատ ձայներ ստացած քաղաքապետին։ Տեխնացուի ընտրությունը։ Ձեր կարծիքով ԿՊԻ կհաջողվի հասնել արտահայտ ընտրություն, ինչ որ ճգնաժամ առաջացնել կամ ինչ որ մի բան անել, մի բան մշակել, որ իր ոճի մեջ։ Իմ կարծիքները կպահեմ ինձ, որովհետև եթե նման բան խոսել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, պետք է իրենց հարցնել դրա մասին, ինչ իրենք նկատի ունեն։ Ես ամեն դեպքում մինչև հաջորդ նիստը նմանատիպ ինչ որ ճգնաժամ կամ ապոկալիպտիկ այլ մտքերին ուշադրություն չեմ։ Պարոն Մխիթարյան, իշխանականները վերհիշել էին ձեր խոսքերը 2020-ին ասած, որ օդում կախված լուրեր կան, որ Անդրանիկ Քոչարյանը եւ Վարդան Ղուկասյանը թալանել են Գյումրին եւ որպեսզի այդ խոսակցություններին կամ վերջնականապես վերջ տրվի, պետք է կամ հանձնաժողով ստեղծի կամ ինչ որ կերպ հերկվի այդ ամենը։ Հիմա դուք ավականու անդամ եք, պատրաստվում եք նման հանձնաժողով ստեղծել, քննարկելու։ Գործառույթը ունի ավականին նման գործառույթ ունի թե չէ, ինչ ասել եմ, շարունակում եմ պնդել, որ եթե կան օդում կախված լուրեր, կախված Անդրանիկ Քոչարյանի հետ, պարոն Ղուկասյանի հետ, ու 7 տարի իշխանության տվյալ ուժն է, ու ոչ մի բան տեղի չի ունենում, կամ կարծեմ հենց այդպես էլ ասել եմ, կամ ստեղծեք հանձնաժողով, բացահայտեք այդ ամեն ինչը, կամ մեկ ընդմիշտ դադարեցրեք այդ խոսակցությունը, որովհետև 7 տարի անընդհատ խոսել մեկի կամ մյուսի թալանի մասին ու չտալ այդ խոսակցություններին շոշափելի ընթացք, դա պոպուլիզմ է եւ մանիպուլյացիա։ Գյումրեցին հաղթեց թե ոչ, որտեղ ընտրությունների արդյունքում ոչ մեկ 50%-ից ավել ձայն չի հավաքել եւ Վարդան Ղուկասյանն էլ այսպես։ Ընդդիմությունը ունի 19 մանդատ, չէ՞, Աննի ջան, այսինքն մեծամասնությունը մանդատների պատկանում է ընդդիմությանը։ Հիմա այն 17000 ձայն տված գյումրեցիները գյումրեցի են, իսկ այն մնացած ձայն տվածները գյումրեցի չեն։ Ըստ այդմ Գյումրիում հաղթեց վստահաբար գյումրեցիների մեծամասնության որոշումը, որովհետև 4 ուժեր իրենց քվեներով վստահաբար ավելի շատ գյումրեցիների քվեն ներառում, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իսկ քաղաքականության մեջ նման բաներ ոչ թե լինում են, այլ օրինաչափ են։ Մարտուն Գրիգորյանին ընտրել էին նրանք, ովքեր դեմ էին Վարդան Ղուկասյանին եւ հակառակը։ Կներեք, դուք բոլոր 7000-ին Մարտուն Գրիգորյանին ձայն տվածներին հարցրել եք, Անի ջան, որ հենց դրա համար են կներեք, արդյոք դուք բոլոր 7000-ի փոխարեն կարող եք նման պնդում անել։ Ես նման պնդում չէի անի, որովհետեւ պարոն Ղուկասյան, կարծում եմ, որ պարոն Գրիգորյանը իր ընտրողների հետ հարաբերվելու ոչ մի տեսակի խնդիր չունի, ու եթե իրեն քվե տված 7000 մարդկանցից գոնե 1000-ը կամ գոնե 100-ը խնդիր կունենան այս որոշման հետ, կարող են պարոն Գրիգորյանին տեսնել կամ խմբակցության մյուս անդամներին տեսնել եւ ասել մենք օրինակ 100 հոգով ձեզ ձայն չենք տվել։ Օրինակ, մեր ընտրողների մեջ էլ վստահաբար կան մարդիկ, որոնք թե կոմենտներով, թե զանգերով մեզ ասում են, որ օրինակ մենք չենք ուզում, մենք ուզում ենք Facebook-ում Ես Մարտուն Գրիգորյանի հարևանի, ամեն հարևանի գրված Իդեպ ձեր ավականու անդամներից մեկը ինքնաբացարք հայտնեց։ Այո, իսկ ինչի հետ է կապված դա, գիտեք։ Այո, ինչ հայտարարել է Տիկին Սուսանան, հենց դա հետ էլ կապված է։ Տեսեք, այս բանի ընթացքում, քարոզարշավի ընթացքում ու հատկապես ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո բազմաթիվ զավեշտալի տեղեկություններ են տարածվել, մեկը նաև իմ վերաբերյալ,
իմ որոշման հետ կապված ձևակերպումներ են տվել, որոնց էլ եմ ասում, ես այդ ձևակերպումների հետ հաշ չեմ ուղղակի այդ ձևակերպումները հղողներին, օրինակ նույն շտապողականությունը, որը պարոն Մակարյանին նոր շատ երկար բացատրում է, որ այդ ձևակերպումը նվազագույնը հասկանալի ձևակերպում չի։ Չկա օրենքով սահմանված ողջամիտ ժամկետ հասկացողություն, որի արդյունքում եթե դու հայտարարում ես, դու շտապել ես, իսկ եթե չես հայտարարում, դու դանդաղել ես, որովհետև նորից կրկնում եմ, որ ընդդիմության 4 տեխնացուները նստած չեն եղել բանակցային սեղանի շուրջ, քննարկում ծավալված չի եղել, այդ քննարկումը ծավալված չի եղել ոչ ընտրություններից առաջ, ոչ առավել եւս ընտրություններին հաջորդող մի քանի ժամվա ընթացքում։ Հենց այդ պատճառով էլ պարոն Սիմոնյանը կարծում եմ առաջինը հայտարարեց այն, ինչ որ հայտարարեց։ Պարոն Մխիթարյան, այդ ինչ չեք բացատրում, հանրության եք բացատրում, որտեղ պարոն Գրիգորյանը հանրության համար արել Դուք ձեր կողմից հայտարարությունը։ ձևակերպումներ եք անում պարոն Մակարյան կախված առավոտյան սուրճի հետ դրա համար Ինչ վատ է, ես սուրճ առավոտներն եմ խմում, ցերեկներն ես գիտեմ ձեր պատկերավոր բացատրությունները, ակնհայտ եղել է։